հարցս վերաբերվում ապահովագրությանը, ինձ ահազանգել են քաղաքացիներ, որ օրինակ ովքեր ունեն 200,000-ից ավել աշխատավարձ, այն ժամանակ ունեին մասնավոր ապահովագրություն եւ կարողանում էին գնալ բուժհաստատություններ եւ օրինակ տարեկան ստուգումներ իրականացնել։ Այժմ նրանք պետք է գնան եւ անպայման ինչ-որ դժգոհ լինեն ինչ-որ մի բանից, ինչ-որ որպեսզի ստուգումներ իրականացնեն, արդյոք չեն կարող քաղաքացիները գնալ եւ ուղղակի տարեկան իրենց ստուգումը իրականացնել եւ մեկ էլ բուժաշխատողներն են ահազանգում, որ իրենց աշխատավարձը հիմա զգալիորեն ցածր է, քան օրինակ այլ մասնագետներին, այլ ոլորտներում, չէ որ պետությունը պետք է մի փոքր խրախուսի, որպեսզի քաղաքացիները ցանկանան իրենց մասնագիտությունը լինի բուժհաստատություններում, առողջապահական ոլորտում եւ մանավանդ այս ապահովագրության հետ կապված բժիշկը կարող է բավականին երկար եւ բարդ վիրահատություն իրականացնել, սակայն ստանալ չնչին գումար դրա համար, արդյոք ինչ-որ մի բան կարող է փոխվել այս ընթացքում։ Մի քանի արձանագրում անեմ, նախ ձևակերպումը ճիշտն ասած զավեշտ տալի է, որ անպայման պիտի դժգոհ լինի, որ գնա։ Ինչից դժգոհ լինի։ Կա կոնկրետ դժգոհության առիթ, խնդրեմ ներկայացրեք, թե ինչն է դժգոհության առիթը, բայց ձևակերպել, որ պետք է անպայման դժգոհ լինի, ինչից դժգոհ լինի։ Հաջորդը մենք կարծեմ 2 օր առաջ կնքեցինք հուշագիր համագործակցության Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների հետ, մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ։ Իմ հարցը նրանց, արդյոք ձեր ուրեմն հաճախորդների հոսքը պակասել է, այսինքն այն գործատուները, ովքեր ուզում են լրացուցիչ ապահովագրեն իրենց աշխատակիցներին, էլ ավելի մեծ ծառայությունների եւ հնարավորությունների փաթեթով, մեր գործընկերները փաստում են, որ ոչ։ Եվ հակառակը այս հուշագրի ստորագրումից եւ այս համագործակցության արդյունքում ես կարծում եմ այդ մշակույթը էլ ավելի պիտի ամրապնդվի, որ մեր սիրելի գործատուները աշխատողներին լրացուցիչ երաշխիք տան պլյուս փաթեթների տրամաբանությամբ։ Սա հաջորդը։ Մեր սիրելի քաղաքացիները, ովքեր առողջության համընդհանուր ապահովագրության շահառու են, կարող են գնալ եւ տարեկան զննումները անցնել։ Եվ մենք դա խրախուսում ենք եւ պիտի ասեմ, որ գալու է մի օր, որ դա դառնալու է պարտադիր։ Մենք շատ նաեւ քայլեր ենք անում, որպեսզի տարեկան զննումը անցնելու հարմարավետությունն էլ ապահովենք եւ առաջիկայում նաեւ Արմեդում գործիքները կբացվեն, հիմա փորձարկման ընթացքում ենք, որ կլինի on-line տարեկան զննման հարցաշար, անձը կլրացնի այդ հարցերը, կհաշվարկվի նրա հիվանդացության ռիսկի ուղղությունները եւ արդեն շատ ավելի սպეციფիկ հետազոտությունների եւ հետագա քայլերի խորհրդատվություն կստանա։ Ես պիտի նշեմ, որ 2025 թվին մոռացա նաեւ ասեմ, որ շատ մեծացել է պետական պատվերի շրջանակներում եւ հաջորդիվ շարունակվելու է ապահովության շրջանակներում սկրինինգային ծրագրերը։ Հարգելի գործընկերներ, Հայաստանում այսօր գործում է վերջին լավագույն ստանդարտին համապատասխան մարդու պապիլովիրուսի տեստավորման համակարգերը, որոնք տրամադրվում են մեր կանանց տարիքային խմբի շրջանակներում, եւ սա կարծում եմ շատ մեծ ձեռքբերում է։ Այն շատ ավելի պարզ է, շատ ավելի խնայող է, հեշտ է եւ վստահաբար ավելի մեծ արդյունքներ է տալու մեր ուրեմն արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործում։ Հաջորդիվ կոլորեկտալ քաղցկեղի սկրինինգային ծրագիրը, որը սկսել ենք 24-ին, 25-ին ուրեմն ընդլայնել ենք, 26-ին շարունակելու ենք։ Հաջորդիվ ուրեմն 3 ունենք կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունները։ Ու ասեմ, որ մեր կապիտալ ներդրումներով այս տարի Հայաստանի Հանրապետությունում կտեղադրվի 10 մամոգրաֆիկ սարքավորումներ։ Մարզերը եւ Երևանը եւ մարզի մեր բնակիչները այսուհետ հնարություն կունենան հենց իրենց բնակավայրին մոտ տեղերում ստանալ այս անհրաժեշտ սկրինինգային ծրագիրը։ Շնորհակալություն։ Բժիշկներին անդրադառնամ։ Նախ ես կխնդրեմ, եթե ունեք նման տվյալ, ես չունեմ։ Վիրահատություններ անցկացնող բժիշկ, ով չնչին աշխատավարձ է ստանում։ Չկա նման բան, հարգելի գործընկերներ։ Մանավանդ վիրաբուժական հատվածում։
Թերապևտիկ մասում եւ առաջնային օղակում, այո, մեր աշխատավարձերը մենք դրել ենք, որ պիտի ամեն տարի ավելանան։ Ընտանեկան բժիշկների, թերապևտների, ուրեմն եւ մանկաբույժների աշխատավարձերը վերջին տարիներին բոնուսային համակարգում ավելացել են, բայց մենք համարում ենք, որ սա էլ դեռ քիչ է։ Եվ հենց ապահովագրության շրջանակներում ընտանեկան բժիշկներն ու թերապևտները հնարավորություն են ունենալու ոչ միայն պեր կապիտայով ֆինանսավորումից փող ստանան, որը ֆիքսված պետությունը վճարում է եւ անկախ նրանից բժիշկը ինչքան պացիենտ կբուժի, ինչքան լավ կբուժի, դրանից շատ մեծապես ուրեմն միայն բոնուսներն էին փոխվում, բայց աշխատավարձը չէր փոխվում։ Ապահովագրության շրջանակներում, եթե թերապևտը դեպքը վարում է առաջնային օղակում եւ ուրեմն արդյունք է ստանում, այդ դեպքի համար նա վարձատրություն է ստանում։ Հիմա լավ չեմ հասկանում, ոնց կարող է որ այն ինչ ունեինք մնացել է, հələ մի բան էլ դրան ապահովագրվածների պեր կապիտան ավելացել է նաև դեպքով ֆինանսավորումը, ոնց պիտի հանգեցնի աշխատավարձի կրճատման։ Չի կարող հանգեցնել։ Այո, առաջին այս 2 ամիսը հարգելի գործընկերներ, բժշկական կենտրոնները ունեն ներքին վերաբաշխման եւ ծառայությունների համամասնությունների փոփոխություններ, որոնք պիտի հասկանանք ինչպես ենք վերադասավորում։ Այո, այս հարցը հիմա մենք աշխատանքային ձևաչափով թե մասնավոր, թե նաև ուրեմն պետական բժշկական կենտրոններում իրականացնում ենք։ Այո, շուկան փոխվել է եւ ամեն բժշկական կենտրոն որոշակի ներքին վերահաշվարկների աշխատանք պիտի իրականացնի։ Հաջորդիվ, ուրեմն ուզում եմ նշել, որ նեղ մասնագետների խորհրդատվությունների առումով նախկինում պոլիկլինիկայում նեղ մասնագետը ընդհանրապես դեպքի մասով գումար չէր ստանում։ Ասում էինք պեր կապիտայով մեկ անձին տվել ենք տարեկան գումար, դրա շրջանակներում հաշվարկած ուրեմն քանի կցագրված բնակիչ ունի, այդքան փող էր ստանում եւ մեր նեղ մասնագետները իսկապես շատ քիչ աշխատավարձ էին ստանում։ Հիմա սրա արդյունքում ասում ենք հարգելի նեղ մասնագետներ, դուք ամեն խորհրդատվությունը իրականացնելու դիմաց վճար եք ստանալու։ 2000 դրամ խորհրդատվության գումար չունենք, մենք ունենք 3000 դրամ, եթե խորհրդատվությունը տվյալ պոլիկլինիկայում է իրականացվում, որովհետև այստեղ էլ պիտի հաշվենք։ Ֆինանսավորում ենք պեր կապիտա, այսինքն այն 3000 դրամը, որը պիտի գնար վարչական ծախսերին, իրականացվում է պեր կապիտայով։ 6000 դրամ, եթե խորհրդատվությունը իրականացվում է ոչ կոնկրետ տվյալ քո կցագրված պոլիկլինիկայում, եւ իհարկե հնարավորություն ունենք այնտեղ նաեւ այլ ծառայություններ կան, որոնք հիմա այսպես շատ անունները չշփոթելու համար չեմ ներկայացնի, բայց կարող ենք ցանկից ձեզ տրամադրել։